Շատ լավ, գնացինք։ Նայ, մենք ունենք սովորական մի հատ ֆունկցիա, անունը sum-ը, որը ստանում է թվեր։ Սկետին հենց որ ուշադրություն մի դարձես, այս rest-ի մասին խոսանք։ Պատկասենք ինչ որ թվեր է ստանում։ Դες էս իրականչն է։ Ինքը թվեր է ստանում։ Հիմա մեզի պետք է ինչ հասկանանք, ախպեր։ Հասկանանք այդ թվերի գումարը։ Ինքը հիմա նայ, ոնց կարանք անենք, նայ, հիշում ես, ես քեզ տնային էի տվել, ասում էի բանարա։ Գրի մի հատ ֆունկցիա, ես քեզ տնային էի տվել, պրոստը որ ֆայլը չի ուղարկի, չես նայ երևի։ Ինքը ինչ պիտի աներ, ասում եմ ոնց իմանաս թե քանի հատ թիվս փոխանցե։ Նայ, ուզում ես այսքան թիվ փոխանցես, ինքը այսքան թիվ գումարի, 3 հատ փոխանցես, 3 հատ գումարի։ Պատկերացրու, չէ՞ որ մի հատ փոխանցես, դետի վերադարձնի։ Պատկերացրու, չէ՞։ Բայց մենք ոնց հասկանանք, մենք թեստը քանի հատ թիվ է ինքը փոխանցե։ Սենց հատիկ չեն գրի, նայ։ Եթե իմանանք, որ 2 հատ պիտի փոխանցի, գրենք A, B, ասենք 3 հատ գրենք C, D, պատկերացրու, չէ՞։ Հատիկ սենց կփոխանցենք, բայց մենք թիվը հստակ չգիտենք։ Անհայտ քանակությամբ, էլ այդ փոխանցելու պահին ինքն է որոշում ինչ փոխանցի։ Այս նման դեպքերում ախպերս մենք օգնության ենք գալի, այս rest պարամետրը։ Այսի rest-ը 3 հատ կետ է դրվում, նորմալ է, չէ՞։ Մի քիչ ծրած խզած, բայց նորմալ է։ Նայ, մի հատ ունենք թազա փոփոխական, որի անունը total է։ Դեպից ինքը 0-ի է հավասար։ Հիմա նայ, թազա ասես for-ի մի հատ ձև կա։ Այս մեջ խորը մենք այսքան ժամանակ ոնց ենք for-ը գրում։ Այսինքն չէ գրում։ Let, ասենք in օրինակ, կամ ինչ բան է, հիմնականում in հավասար օրինակ 0-ի, ասենք in փոքր ինչ որ բանից, չէ։ Ասենք ու հետո i++ ենք, չէ՞ անում։ Դա չէ, ասենք i հետ գործողություններ ենք անում, չէ։ Այսի մեր հատած ստանդարտ ձևն է, բայց այս for-ը ասենք հատուկ յուրահատուկ ձև ունի, այս rest օպերատորը աշխատելու համար։ Ինքը որ դու չգիտես ինքը քանի հատ է, մինչև որտե պիտի վազի, չէ։ Մենք հիմա ստացել ենք անհայտ քանակությամբ թվեր։ Մենք չգիտենք ինքը պիտի let infra in փոքր ասենք 3-ից 3 հատի դեպքում թե 5-ից, չգիտենք։ Դրա համար այսպես լավ գրելաձև կա, ինքը շատ կիրառվող է, հիմիկվանից ֆիքսենք։ Ինքը գրում է let num of numbers։ Նայ, էսի անց ասում է մեր հերթական ամեն մի հատ անդամը, որ սենց փոխանցել ես num-ն է։ Առաջին քայլում 1-ն է լինում մեր num-ը, երկրորդ քայլում մեր num-ը լինում է 2-ը, երրորդ քայլում լինում է 3-ը։ Պատկերացրի՞։ Ու նա ինչ անում։ Ասում է let num of numbers։ Ասում է իմ number-ների մեջից բոլորի վրով ֆրա ամեն քայլում հերթական այդ i օր իտերացիան այդ num-ը հավասարացրի այդ ամեն անդամին։ Պատկերացրու, չէ՞։ Այս total փոփոխականը որ 0 է, առաջին քայլում մեր num-ը լինում է ինչ։ 0։ Չէ, num-ը։ Num-ը 1 է հավասար։ Այստեղ ենք անջա։ Պատկերացար առաջին թիվը մեր այսինքն է։ Առաջին քայլում ինչ անում մեր num-ը։ Առաջին քայլում ինքը 15, то есть։ Ապես 15 է լինում մեր num-ը։ Այսինքն ես ասում եմ total-ից գումարի 15։ Total-ից դարձավ 15, չէ՞։ Երկրորդ քայլում ինչ անում։ Մի հատ էլ ավելանում ինքը 15։ Չէ, խի 15։ Բայց չի կրկնվում ինքը էլի։ Չէ, ախպերս, ինքն այդ ցիկլը որ պատտվում է, այս մեր ցիկլը պատտվում է այս թվերի վրայով։ Առաջին քայլում 15 է, երկրորդ քայլում 2 է, հետո 3 է։ Առաջին քայլում նայ, ասում ես այստեղ ինչ է այս նշանակում։ Տոտալը երկար գրելաձևով։ Սենց չէ։ Այսինքն ասում եմ տոտալը դեմից 0 էր, 0-ին գումարի 15, արես 15 այսքանը։ Երկրորդ քայլում իմ num-ը դարձավ 2։ Ասում եմ տոտալից 15 է, գումարի 2, եղավ 17։ Հետո ասում եմ տոտալից 17-ին, գումարի հաջորդ num-ը 3։ Եղավ 20։ Սա պատասխանը կտպի 20։ Հասի՞, չէ։ Ինքը հիմա ուշադրի նայի, ուզում եմ հեսա դու էկրանին էսի գրես, բայց ուշադրի նայի ֆիքսի, էսի շատ կարևոր է, որ գրես ձեռքդ բացվես rest օպերատորով։ Իսկ ես off-ը ինքը հենց հատուկ պայման է։ Ինչպես։ Այս num-ից հետո որ off-ը գրես։ For-ի գրելաձևերից է, որը ինչ անում ախպերս, վերցնում է քո փոխանցած թվերը, որը անհայտ քանակությամբ է, իրա վրով վազում է։
Ասես մի հատ ֆիքսի մոդը ու էկրանոտ կիսվի գրի, մոդը տպավորվի արդեն։ Հենց նայեմ total։ Հա։ Իսկ այս տագի return-ը ինչի է գրած, այս return total։ Վերջում որ սաղ բրծնի ես մեր ցիկլը, մեր total ինչի հավասար լինի, դա վերադարձա որ տպի էկրանին։ Հա։ Հոյակա, դա է stop եմ տալ դու կիսվի։ Էսի մի հատ գրենք շատ կարևոր է, էսի որ մոդը տպավորվի։ Կիսվի արժան։ Так. Նույն այդ ձևի գրեք, sum-ով։ Նույն ձև, այդ փորձի գրես։ Նա այսինքն դու պիտի մի հատ ֆունկցիա գրես sum։ Այդ sense գրում։ Ապրես 3 հատ կետ ու ինքը ինչ պիտի ստանա։ Ինչ որ անուն, հա, արժեք։ Հա, ինչ որ արժեքներ, չէ՞, numbers։ Կլիկը թվեր պիտի ստանա։ Հա։ Ու այստեղից շո չէ երևի, հա։ То я մեջ ունենք մի հատ total, որ ինչ որ արժեք էր հավասար։ Так есть մի հատ Մեր total-ը 0, հա, բայց մեր total-ը փոփոխական է, չէ՞, այլ դեմից let գրենք։ Հա։ Դա արդեն numbers-ներ չէ գրվում for-ի մեջ։ Let num of numbers ապրես։ Так. То. Ինչ ֆորմեր չեմ հիշում, մենք ունենք ինչ որ էլի գործողություն թե այս կողմը։ Սաղ պրես ֆորմեր պիտի գործողություն գրես, ելի մատ փորձի հասկանաս, ինչ պիտի գրես։ Պիտի total-ը դեմից 0-ա, չէ՞։ Գրես let հավասար է total։ Այս վերևինը, հա, պիտի total-ին գումարենք, գումարած հավասար էր, հա, ոնց որ total-ը։ Ապրես կամ երկար ձևով։ Հա, կամ երկար ձևով total-ը հավասար էր num, հա։ Total-ը total plus հավասար է նա։ Ապրես։ Ու մի հատ էլ վերադարձնելու նա return total։ Tel console log sum ու արժեքներ ենք, չէ՞, տալի է մեջ։ Ապրես։ 4 ասենք։ Փորձի աշխատացնես, դա ճիշտ է եղել։ Հա։ Գումարելով ձևը ֆիքսի։ Հիմա հեսա պիտի բանանես, ես վերատված թվերը ախպերես, ոչ թե գումարես իրար, այլ ամեն թվի քառակուսին բարձրացնես ու տպես էկրանին։ Ահա։ Ինքը չգումարվի իրար, թե սենց գրի, ուղղակի քառակուսիները գրի։ Մեջ չէ, գումարել պետք չի, պրոստը իրաց ամեն մեկի քառակուսին պիտի էկրանին տպի։
Այս քառակուսու դեպքում էլի այս մեր for-ը չի փոխվում, ինքը նույն ձև է մնում։ Ճիշտ է, նույն ձև անում, ախպերս, նայ, մենք ստե մեզ էլ տոտալ պետք է։ Այս տոտալը։ Հա։ Էսի չէ, արդեն մենք 0-ը մեզի պետք չի։ Մեզ տոտալ պետք չի։ Մեզի պետք է ինչ անի, որ մեզ պետք է մենք ինչ թվեր փոխանցել ենք, վերադարձնի էկրան իր քառակուսիները, չէ՞։ Հա։ Այսինքն մեզի ոչ թե պիտի վերադարձնի տոտալը, այլ ինչ է պիտի վերադարձնի։ Այ նա թազա փոփոխական սարքի let Իա մեջ թե դուրս։ Այդտեղ դվայստես տարը 77-րդ տեղում տարածքար ունես։ Գերես let հավասար է տոտալ հավասար է։ Ինքը աշխատել է, բայց ինքը տարածքալ է շատ լուրջ։ Չէ, հակառակը, պիտի տոտալը հավասարին գրես, let-ից հետո չպիտի գրես հավասարը։ Ահա, վայ։ Այան կարան կճնջենք, թե թազա ֆունկցիա գրեմ։ Չէ, ախպեր, սրա վրա պիտի դզենք մենք։ Հիմա ախպերը սրա վրա պիտի նայց անենք, որ ինքը ինչ փոխանցել ենք, իր քառակուսին վերադարձնի մեզի։ То есть էս մի տոտալի մեջ պետք է գործողությունը իր անենք։ Так. Էսի 0-ը։ Так. Просто սան պետք է գրենք։ Մտածի, նայ, մեզ ինչ է պետք, ախպերս, մեզ ինքը ամեն առաջին քայլում նամը որն է։ Նամ մեկն է։ Հա, ճիշտ է։ Հիմա նայ, մի հատ կողքից թազա բան բացի, ես մատ հեշտ բան սովորացնեմ, ստե լիքը լուծումներ կան, հեշտ ձևով տանք։ Մի հատ կողքից բան բացի, Google բացի, AI մտի, մի հատ հեշտ բան սովորացնեմ քեզի, հələ չենք անցել։ Էդի օգտագործենք ստե։ Հետո դժվար ձևով կսովորացնեմ։ Push number in array. Sense. Հա։ Նայ, դες հիմա այս խի ասացի, որ վիզուալ տենաս, նայ։ Դու ունես number-ների զանգված, եթե ուզում ես number-ի մեջ 4 թիվն ավելացնես, գրում ես number.push ու 4, ինքը վերջում 4-ն ավելացնում է։ Հա։ Տեսար, չէ՞, հիմա գնա մեր օրինակի մեջ, ես ուզեցի զուտ վիզուալ տենաս։ Հիմա բան արա ախպերս։ Այդ let տոտալի փոխարեն, սարքի let տոտալը ընդհանուր է, չէ՞, շա let ուրիշ անունը փոխել, տոտալը չի մեզի հուշում էր ուզածը։ Անունը դիր քառակուսի ասենք։ Կամ թվեր դիր։ Ինքը թվերի հետ է կապված։ Ինքը նայ դեմից դատակ զանգված է։ Հա։ Սարքին դատակ քառակուսի չակերտներ։ Սրանցից։ Չէ, ախպեր, այդպես որ տենաս ինքը երևի 0-ի ներքևն է, այն պետարի կողքն է, այդ է ծապրես։ Ապրես, ինքը դատակ իր մեջ ոչի բան չկա այս թվերի մեջ լսած։ Հիմա նայ, մենք ցիկլով պատտվում ենք բոլոր թվերի վրայով, ու հիմա ինչ պիտի անենք։ Պիտի այդ թվերի մեջ, այսինքն գրի թվեր, այս 79-րդ տողում։ Get push փակագծերը բացի Նամ երկու հատ աստղանիշ երկու կամ նամ անգամ նամ
Հա, այստեղ քառակուսին ունենց է նույն թիվը բազմապատկել, չէ՞։ բանոց ախպերս։ Հիմա ես ինչ ագլում։ Դու սա գալի մենք ամեն քայլում այն թվերի մեջ լստում ենք։ Ու վերջում պիտի return անենք արդեն թվերը, չէ՞, ոչ թե total-ը։ Հա։ Շատ կարևոր թեմա է, զանգվածներն է, ասի ժամանակի շուտ սովորացնեմ, որ շատ չտանջվես, էլ ուրիշ ձևեր կար։ Բայց հեշտ է, չէ՞, այս բանը զանգվածը։ Հա, բայց ինքը ոնց հասկանում որ մենք այս զանգվածը, ինչ է, դա զանգվածը պատկասը յաշիկ է։ Հիմա նայ, դու լիքը թվեր ես ստացել, չգիտես քանի հատ թիվ ես ստացել։ Քեզ պետք է մա թազա յաշիկ վեկալես, անոնը թվեր է դրած։ Հիմա ինչ ստանաս, ամեն քայլում վերցնես քառակուսի բարձրացնես, լստկսես յաշիկի մեջ։ Պատկասի դու 70-րդ տողում վերցնում ես ամեն հերթական թիվը, առաջին քայլում 1-ը, հետո 2-ը, հետո 3-ը։ Առաջին թիվը վերցնում ես, բարձրացնում ես քառակուսի, ինչ ստացար, խփում ես յաշիկի մեջ։ Հետո հաջորդին ստացար, խփում ես յաշիկի մեջ, ինքը շարունակում է, ոնց որ հատիկ-հատիկ բարձրացնում շարունակում։ Հիմա որ կասոլոգ անես այս արդյունքը, դες տպիկ տենաս ինչ կստանաս։ Դες քառակուսի բարձրացած ստացար։ Հա։ Արդեն զանգված է, տեսա, որտեղ դու return-ես արել թվերը, թվերը զանգված էր արդեն։ Շատ լավ աշճան, շարունակենք, էսի ֆիքսեցիր, չէ՞, հեշտ էր։ Հա։ Դարի, դու ստոպ դու ես էկրանով սկիզբում շարունակենք։ Գնացինք ախպերս, էսի հասկացանք ոնց է, ինքը ոնց է աշխատում, չէ։ Մատել դու ասա ոնց է աշխատում։ Այս for-ի մասը թե ընդհանուր ֆունկցիան։ Let for-ի մասը մենակ։ Հա, փոփոխական անունը էլի նամ, հա, մեր for-ի մեջ։ Ապրես։ Of numbers որ կրկնի այդքան, հա, ամեն անգամ կրկնվի։ Նպատակը որն է, ասենք, խի մենք էսի if-ով բան սովորական for-ով չենք արել։ Սովորական for-ով որ չավելացվի, ինքը ուղղակի կրկնվի։ Չէ, մի քիչ մտածի, խի մենք սա չենք կարող սովորական for-ով անենք։ Այսինքն սովորական for-ով ոնց պիտի անել, մտածի։ Սովորական մի վարքյան հա, էլի նույն ձև է i++-ով որ վերջում գրվի ու իր մեջ էլի էվի նույն կոդը գրենք, որ բազմապատ ամեն թվին մտածքերնի, բայց մտածի։ Նայ, մենք for-ի սովորական մեր իմացած for-ով որ i-ով անում ենք, միշտ գրում ենք i փոքր կամ հավասար ինչ-որ պայմանից, չէ։ Հա։ Այսինքն մեզ հիմա մենք չգիտենք այդ ինչի համար է մեզի պետք ին փոքր կամ հավասար իմանանք քանի անգամ, չէ, պիտի աշխատի։ Հա։ Բայց այս մեր պարագայում մենք չգիտենք ինքը քանի հատ թիվ պիտի փոխանցի, որ իմանանք քանի անգամ պիտի աշխատի։ Հա։ Դա համար մեզ չեն կարող մենք այս սովորական for-ի կառույցն օգտագործենք։ Ուրիշ բան, եթե մենք իմանանք կոնկրետ 5 թիվ է փոխանցելու, սովորական let in հավասար է 0 in փոքր 5-ից կանենք, i++ ու ամեն քայլում ասենք total հավասար է total + i կանենք։ Հա։ Եթե օրինակ կոնկրետ իմանանք 3 հատ է, բայց որ չգիտենք քանի հատ է, այս կառույցը պիտի օգտագործենք։ Հոյակապ աշճան, ֆիքսեցինք, անցանք առաջ։ Հաջորդն է, այս նույն օրինակով հաջորդն է։ Էսի պրոստը greeting-ով արը։ Նայ, պատկասը ինքը մեր ֆունկցիան է։ Ինքը ստանում է առաջին պարամետրը ինչ-որ բառ, ասենք hello։ Ասենք առաջին բառը կարա ստանա, ասենք բարև։ Իսկ հետո ինքը ինչ ստանում է, մնացածը ասում է լիքը խառը բաներ կարան, լիքը անուններ կարամ ստանա։ Դուձի ասում է հերթով տպի բառ, քանի հատ անուն փոխանցել եմ, հերթով տպի, ասենք բարև Ալիսա, բարև Բոբ, բարև Չարլզ։ Այս great-ը ինքը ինչա, հա, ինքը բաների համար է տվել։ Բարևելու ձև, ասենք, պատկասը, ինչ անում ես, կարաս տնես, բարևելու ձև։ Իսկ greeting ողջունելու ձև է նշանակում։ Հա։ Շատ լավ աշճան, ֆիքսեցինք, չէ՞ էսի։ Այդ նայ ոնց անում, ինքը դու մեկ տաբանի մի հատ, դες ֆիքսել ես։ Ահա, ունենք ֆունկցիա, անունը great, իր ֆունկցիայի առաջինը պարամետրը։ Հա, պարամետրը greeting-ը։ Հա, ինքը ինչ է, սովորական տեքստ է։ Դա սա փոխանցել զոր կանչել է, ոնց է կանչել։ Սովորական տեքստ է փոխանցել, իսկ հետո
քանի հատ ուզի կարա պարամետր տա։ Դա համար գելա names-եր։ Ես դիկներ անունը մոռացա արդեն։ Արդեն քանի հատ ուզի կարող։ Էլի զանգալի տելեմեսուրից կան ինձ զանգ։ Հա։ Ալո։ Ողջույն։ Բարև ձեզ, տղա ջան։ Լավ, դուք ո՞նց եք։ Ասեք։ Ահա, տանն էի, դաս էի անում, ասեք։ Ժամը քանիսին կարան գան։ Ես գնալու եմ, բայց քուրիկներս կարողա տանը լինեն։ Դե գործից հետո էլի մենակ։ Հա, 7-ից հետո երևի։ Հա, Զարան լողանում է ճիշտ ասած։ Այսա մի հատ բան է, հասկանամ, ասեմ Զարանթո զանգի ձեզ, էլի։ Հնարավոր է, բայց ասենք երկու շաբթի գան, թե վաղն են ուզում։ Դե էլի 7-ից հետո պիտի գան, տանը չենք ընդհանրապես լինում, էլի։ Մերսի շատ, ապրեք շատ։ Ոնց եք, դուք ոնց եք, ձեր գործերը ոնց են։ Հա, մենք էլ ենք այդ գործին։ Հա, հասկացա։ Շատ լավ, ապրեք շատ։ Ներող աղբերես, արի շարունակենք էլ, այսօր ինչքան են ձեզ զանգում։ Գնացինք աղբերես, տենում ես չէ էկրանս։ Հա։ Հիմա այստեղ ինչ անում, ինքը ստանում առաջին պարամետրը այդ ողջունելու բառը, չէ։ Հա։ Հետո ինչ է ստանում, հետո ստանում է տարբեր անուններ։ Հա։ Այստեղ անձի կարևոր դու մեկնա, բայց այստեղ ինչ անում։ Հա, ունենք մի հատ for, փոփոխականի անունը name ու ինքը միորքյան, որ վերաբերվի մեր name-ին, հա։ Ֆունկցիայի մեջ։ Այդպես s-ով հոգնակյա չէ նշանակում names։ Հա։ Այս names-ի տակ մենք հասկանում ենք այսքանը։ Պատկերացրա, այստեղ հիմա ասես բանա փոխանցած աղբեր։ Պատկերացրի, չէ։ Հա։ Ինքը ասում է վազի name of այսքանի վրով ու բանարը առաջին քայլում name-ը Ալիսան դիր, երկրորդ քայլում name-ը Բոբը դիր, երրորդ քայլում name-ը Չարլզը դիր։ Ու տպի բարև Ալիսա, բարև Բոբ, բարև Չարլզ։ Դες տպես, չէ։ Հա։ Ինքը զուտ էտի է տանում էր ես 3 հատ կետը։ Ասում է երկրորդ պարամետրից սկսած ինչ կա, այսինց։ Էդի name-երն է, որովհետև առաջին պարամետրը greeting-ներ, չէ։ Հա։ Հաստատ հասկացել ես, չէ, արշավ սխորենայի։ Փորձի մեկտապանելով, նայելով կաս։ Հա, ֆունկցիայի մեջ արդեն էդի հասկացանք, երկու հատ արգումենտ ունենք առանձին։ Greeting-ը մի հատ։ Երկրորդը ինքը մի հատիկանոց արգումենտ չի, ես 3 հատ կետը spread օպերատոր է կոչվում, ինքը rest էլի ավելի շատ, rest օպերատոր, ինքը առաջինից հետո ինչ կա, գցում է այդ երկրորդի տակ, էլի։ Չկա անհայտ քանակությամբ օպերատորներ, է, անհայտ քանակությամբ պարամետրեր պիտի ստանա, էլի։ Հա։ Արդեն հստակ բարձր կոնսոլ օգնել, բարձա։ Solo greeting name։ Իսկ ես name-ը ինչ են գրել կոնսոլոգի մեջ։ Կոնսոլոգի մեջ ամեն քայլի name, առաջին քայլում name ինչի է հավասար։ Չունենք ստա առաջին քայլում։ Դες առաջին քայլը ո՞րն է։ Առաջին քայլը բարևն է։ Առաջին քայլը ախպեր բարևը greeting-ն է։ Դες երկու պարամետր չէ, ստանում greeting ու names։ Greeting-ը լինում է բարևը, իսկ names-ի առաջին պարամետրը Ալիսան է դառնում։ Names-ի։ Վազում ենք name-երի վրայով։ Name-երի առաջինը Ալիսան է։ Պետք է ասի greeting-ը բարև Ալիսա։ Չէ՞։ Հասկացա՞ր, մատ խորը նորից նայի։ Ուզած էսի գրես մի հատ։ Հա, կարող գրենք։ Շատ լավ, արի փորձենք գրենք։
որ գրում ես ձեռքդ բացում էլի քո մոտ տպավորվում է։ Ես կոմենտարը որ տանը եթե պետք լինի այս էդի։ Մի հատ ֆունկցիա, նոր ֆունկցիա պիտի գրես, ապրես։ Որը պիտի ստանա երկու հատ ֆունկցիա անունը գրի։ Greeting է, չէ։ Այն դու ես կարաս գրես։ Հիմա ինքը երկու հատ պարամետր պիտի ստանա։ Առաջինը ողջունելու ձև, այստեղ գրի ողջունելու ձև։ Երկրորդը անուններ։ Կետ անուններ։ Լիքը անուններ։ Անուններ։ Հիմա ախպերս, ինչ պիտի ինք անի։ Հիմա for մի հատ for ունենանք։ For մեջ let փոփոխական անունը անուն հենց հա գրենք։ Անուն of ապրես անուններ, չէ։ ապրես։ Հետո մի հատ կոր կոնսոլ լոգ տպի իր մեջ։ Ապրես։ Так, it's $։ Ստեղ ողջունելու ձևներ, հա, որ գրենք իր մեջ։ Ձևը, ինչ որ փոխանցի ողջունելու ձևն է։ Ողջունելու ձև։ Մենք անց մեջ բան չունենք, չէ։ Այ տխես դուս գրեցիր այդ նշանից։ Վայ։ Էլի հա, կթողնի, հա։ Մոտել է ավտոմատապես մեկ ստացում է, դու կամաց-կամ հիշեցի։ Մեջից ու մեջն էլի սենց։ Ստեղ էլ արդեն անուններն է, չէ, գրվում։ Ինչներ գրվում։ Անուն մի վարքյան ողջուն։ Չէ, անունը, չէ։ Ապրես, անունն է, որտեվ անունները ամբողջ բոլորն է։ Դու անուններ գես խնդիր կտա։ Բայց պետք է հատիկ անունը դե։ Ճիշտ ես գրել, դե հիմա ոնց պիտի կանչես իրան։ Իրան greeting գրենք։ Ապրես։ Ու մի վարքյան։ Մի քանի պարամետր պիտի ստանա։ Առաջին պարամետրը ողջունելու տեքստը։ Ասենք բարև։ Ապրես։ Իրանք ստորակետով էին բաժանվում իրարից։ Ուստի անուններ, չէ, արդեն։ Ապրես, խարը գրի անուններ։ Կարեն։ Ստորակետերը չմոռանաս։ Կարեն ստորակետի աշեք չտանես։ Արենից առաջ է պիտի ստորակետ դնես։ Արենից հետո էլ ենք դնում։ Թե Արենը Աշխատացրա, control S։ Բարև Կարեն, բարև Արսեն, բարև Արեն։ Սա նա իր գրելացիա հասկացել է, երկրորդ պարամետրը rest-ով որ կանչել ես, մնացած բոլոր արժեքներն է, էլի։ Հա։ Շատ։ Ու իրան այստեղ return կարանք տանք արդեն։ Եթե return պիտի տաս, պիտի բան անես, այն կասոլոգ էլ պետք չի տաս։ Հա, return տան կասոլոգը արդեն դուրսն է գրվելու։ Եթե տաս, աչենա, այստեղ return-ը իհսի պետք չի։ Եթե return տաս, ինքես մի հատ return տվես, դուրս է դառնալու ֆունկցիայից։ Այսինքն մենակ բարև Կարենը կարդալով դուրս թռնի։ Չէ՞։ Հա։ Return-ը մեզի вообще եփա պետք է, ախպերս, return-ին վաղ է պետք է, այդ որ մենք լիքը հաշվարկներ են կատարել, for-ը պրծել է, վերջում պիտի վերադարձնենք այդ total-ը օրինակ, չէ՞, վերադարձնենք ընդհանուր քանակը։ Վերադարձնելը վերջին քայլն է պետք է, օրինակ բայց այս օրինակում մեզի պետք չի որ վերադարձնի։ Այս դեպքում պետք է ուղղակի տպեր, չէ՞ անունները։ Մեզ եփա պետք, օրինակ եթե ասա քանի հատ թիվ կա օրինակ 1-ից մինչև 100, դու պիտի return անես այդ թիվերի քանակը, որ այս արդյունքը ստանա։ Հա։ Հատկացից թե օրինակ այս օրինակում այդ դու կոնսոլոգի փոխարեն return գրեիր, ինքը գալու էր մտներ, առաջին քայլում կարդար ողջույնի տեքստը բարև, առաջին անունը կարդար Կարեն ու return-ը դուրս գալ։ Այդ շարունակեր for-ը։ Հա։ Return-ը հիմնականում for-ից դուրս է կատարվում։ Հա, հասկացա այստեղ։ Ոյակա, պարզեն, շատ կարևոր մաս է, բայց ոնց որ լավ էլ հասկանում ես։ Հա, այս մեկը հա հասկացա։ Վերևինն էլ չի հասկացել ես սամը որ անում էինք։
Ինչա։ Վերևի սամնել էր, չէ՞, ասացե։ Հա, Հոյակա պախպերս։ Դարի շարունակենք, ստոպիր է շարանը։ Դա շատ ավոր դժվար չի թվում, չէ՞, դեմից երկու համաժարժը դժվար է երևում, բայց հեշտացել է, չէ՞, կամաց։ Հա, արդեն հեշտանում է։ Քանեթ ավելի ապարզ է դառնալու ախպերս։ Շատ լավ, ցենտր ախպերս։ Հիմա հաջորդը նայենք։ Էսի մենք արդեն գիտենք, չէ՞, ինչ էր։ Հա։ Ինքը յաշիկ է։ Կարզին կա, որ մեջ ինչ ուզենք կարանք գցենք։ Այս բaragam մենք կարանք իր մեջ թվեր գցենք, կարանք անուններ գցենք։ Կարանք սա մի հատ թիվ, մի հատ անուն լինի, պատկասից, չէ՞։ Հա։ Հիմա ունենք մի հատ երկու հատ թվերի յաշիկ, իր իսկական անունը array է, ախպեր։ Ուրիշ է, սա հաջորդից մենք կարելի է խորհրդանշելու ենք, էլի։ Կամաց դրան ենք հասնում։ Ինքը պատկասը երկու հատ թվերի յաշիկ ունենք, մեկի մեջ սենց թվեր ալիցած, մեկի մեջ սենց։ Հիմա այս ինչ եմ ասում։ Ասում եմ const combined-ը, մի հատ թազա փոփոխական ունե, որը վերցել է բոլոր թվերը առաջին յաշիկից, համար 3 հատ կետով է։ Ու բոլոր թվերը երկրորդ յաշիկից։ Ու console log-ար է, դες իր հետևից տպել է սա։ Պատկերացրու, այս combine դուս եկավ մի հատ թազա զանգված է, որի մեջ այս երկուսը մեջը լցած է։ Պատկերացրու, մի հատ մեծ value ես վեկալ ես, երկու value եղածը լցել ես մեջը։ Հա։ Ոս լցնել ես, եթե պրոստո սենց աներ ախպերես։ Առանց այս բանի 3 հատ կետի։ Ինքը չէր կարողանալու սենց հատիկ լցել, պատկերացրու, չէ՞։ Ինքը այս սենց էր լցնելու։ Արդյունքը այս սենց էր տպելու ախպեր։ Կս ցելի է վերջից։ Իսկ եթե դու 3 հատ կետով ես դնում, ինքը բացում է լցում է։ Հա, այստեղ ֆունկցիա չկա, չէ՞, սովորակի փոփոխականներ են։ Իմանաս ձև էլի։ Հա։ Հիմա հաջորդ կարևոր բանը, նայ։ Հիմա ստեն է, պատկասը 3 հատ արգումենտ ես վերադարձրել, 3 հատ արգումենտ ունես, տվել ես ուզում ես իրաց բազապատկես, ո՞նց կանես։ Անգամ C, չէ՞։ Հիմա ախպերս, մենք ուզում ենք, որ յաշիկով ինչքան թիվ փոխանցեմ, ինքը իրաց բազապատկի։ Հա։ Այս ֆունկցիան ոնց պետք է տամ, պետք է կանչեմ այդ ֆունկցիան ու տամ num1, բայց 3 հատ կետով։ Ինքը կետ 1-ը կտանի կդնի i տակ, չէ՞։ 2-ը կտանի դնի b տակ, 3-ը c տակ։ Իրանք նույն քանակի պիտի լինեն անպայման։ Այս դեպքում հա, բայց անհասկանալի որ եթե սենց լիներ խնդիր կտար։ Ինքը կասեր c-ն բա ուր է, c-ն անհայտ, undefined է։ Հա։ Սա նշանակի որ քանակը կարևոր չլինի։ Շատ լավ ախպերս, հաջորդը հիմա այստե մի քիչ կամաց մտնում ենք այս array-ների մեջ, էլի, արդեն ֆունկցիաները իրանք շատ կապված են, էլի։ Նաև ախպերս շատ այս spread rest օպերատորը նաև օգտագործվում է կոպիների համար։ Ասենք նաև պատկասա դու ունես մի հատ օրիգինալ թվերի զանգված, որի մեջ ծածա 1 2 3-ը։ Հա։ Հիմա ուզում ես մի հատ կոպին սարքես, որի մեջ այս նույն բանը դրած կլինի։ Եթե դու գրես կոպին հավասար է օրիգինալի, ինքը ասենց լագիշտի սխալ կա իր մեջ, էլի, սա չեն անում։ Սա 3 հատ կետ են դնում, գրում են օրիգինալ, էլի, spread-ով։ Ինքը որ բերի նորմալ լցի մեջը։ Այսօր փուշտել արդեն թեթև անցանք, ինչի համար փուշը։ Ուղղակի մեր array-ին ավելացնում թիվ, հա։ Հա։ Հիմա ախպերս կուզեմ մտնես քո մոտ, էսի ուղարկում եմ քեզի։ Սրա վրա մի հատ քեզ բան ցույց տամ, դու աշխատացնես որ տենաս։ Այստեղ չէ, հա։ Հիմա շատ կարևոր նյուանս կա, էլի, շատ կարևոր որ ֆիքս ես մոտդ։ Հեխի չի կարելի ուրիշ ձև կոպի անել։ Okay. Կիսվում էկրանով։ Վերբինը կոմենտար է, ապրես, արի նայենք ախպերս, հիմա նայ, ունես մի հատ օրիգինալ թվեր, չէ։ Հա։ Ինքը թվերի զանգված է, չէ։ Հիմա ախպերս, նայ, կոպի արա, օրիգինալը, սենց մեր սովորական իմացած առաջին հայացքից կարեն գրեն կոպին հավասար օրիգինալի, չէ։ Հա։ Դե գրի կոպին հավասար օրիգինալի։ Ուզում եմ մի հատ գրես որ տենաս էդի։ 100 տող։ Տակից 100 տողում կոպին հավասար օրիգինալի գրի։ Դենց այդ ջնջի է զանգված մանկվածը։
Հիմա ախպերես, մի հատ enter սխմի, այդ ինչ կա դրանից ներքև կոմենտարա, հիմա կոնսոլ լոգարը մի հատ օրիգինալը, մի հատ կոպին, բայց գրի, որ գրի կոնսոլ լոգ օրիգինալը հավասարը, գրի օրիգինալը ու տպի օրիգինալը, գրի կոպին, գրի էլի դեմիս տեքստը որն է, պատկասից չէ, ինչ եմ ուզում։ Հա, յան բանի մեջ գրենք։ Օրիգինալից առաջ գրի օրիգինալ, կոպից առաջ գրի կոպի։ Վիզուալ սաղ տենակ։ Սի շատ կարևոր նյուանս է, էլի, հարցարություն շատ են տալի, էլի, ուզում եմ որ իմանաս։ Ռեալ պրակտիկայում կարող է այդքան պետք չի, չնայած պետք է գալիս է, էլի, բայց հարցարություն քեզ շատ է պետք, էսի խորը թեմա է։ Հիմա աշխատացրա։ Տես, ինքը նույն բանն է տպելու։ Օրիգինալ 1-2-3, կոպի 1-2-3, չէ՞։ Հիմա ըստ մեր լոգիկայի մենք ինչ ենք արել, կոպիի մեջ տալ ենք այս նույն բանը դրել ենք, չէ՞։ Հա։ Հա, ըստ էտա ցույց տալի, չէ՞, օրիգինալը նույնն է, կոպին նույնն է։ Բայց դե մի հատ շատ կարևոր նյուանս կա։ Հիմա 102-րդ տողը կոմենտը բացի։ Ու այս կոնսոլոգը տար 102-ից հետո որ տպի։ Աշխատացրա։ Ուզում ես մի աշխատացա, մի հատ բան նայենք նոր, աշխատացիր։ Նա յախ։ Մենք ինչ ենք արել։ Մենք կոպիի մեջ ենք, չէ՞, բան փոխել։ Հա։ Մենք ասել ենք գնա կոպիի մեջ թիվ ավելացրա։ Բայց ինքը տեստ գնացել օրիգինալի մեջ էլ ավելացրել, այսինքն օրիգինալը մեր փոխվավ։ Պատկասը թվերի մի հատ յաշիկ ունես, ու մեզ այդ յաշիկին երշտես, մի հատ նույնին սարքում ես, բայց հիմն էլ է փոխվում։ Էսի սխալ է, չէ՞։ Հա։ Դու մենակ կոպի մեջ ես, չէ՞ ուզում բան ավելացնես, դու օրիգինալին չի ուզում կպնես։ Դրա համար էս իրա կոպին պահե, որ հանգարց օրիգինալին չկորցնես։ Հա։ Բայց դու սա գալի մենք հիմա օրիգինալի մեջ թիվ ենք ավելացնում 4, ինքը կոպի մեջ, ինքը օրիգինալի մեջ էլ ավելանում։ Նույնը հակառակ, ընդ ավելացնեք, ընդ էլ կավելանա։ Այս սրա համար է պետք է REST օպերատորով կոպի անելը։ Արի հիմա ասեմ տակիտ ինչա կատարվում ախպերս դե։ Հիմա իրականում առաջին քայլում որ դու սարքում ես օրիգինալ փոփոխաբանը, զանգվածը, որ ունի 1-2-3-ը, այդ 97-րդ տողը։ Ինքը սարքում է, այդու ինքը ինչ-որ հիշողության մեջ սարքում է դա։ Երբ դու 100-րդ տողում ասում ես կոպիս հավասար է օրիգինալին, ինքը այդում է կոպի մեջ պահում է օրիգինալի հասցեն։ Պատկասիր։ Հա։ Ինքը չի այդում կոպի մեջ վերցնում նույնիսկ դնում։ Ինքը կոպի մեջ այդում ասում է օրիգինալիս մեջ ինչ կա, դրա տան, ոնց է պատկասը տան բանալին 100-րդ տողում բերում տալիս է։ Դրա համար դու կոպիում ինչ փոխում ես, օրիգինալում էլ է փոխվում։ Ինքը դու սա գալի իր հասցեն է ունենում, էլի տան բանալին է ունենում, ընդել է փոխվում, էլի։ Ինքը նույնիսկ չի լինում ուրիշը։ Հա։ Իսկ եթե ուզում ենք նույն կոպին ունենանք օրիգինալի, պետք է այդ spread REST օպերատորով անենք, արի անենք։ Դնում ենք քառակուսի ճակերտների մեջ, դեմից 3 հատ կետ ենք ավելացնում։ Հիմա ասես պահպանի։ Նայ, մատ նայ նոր։ Մենք push ենք արել կոպիի մեջ, հիմա ուզում ենք օրիգինալը չփոփոխվի, դες ճիշտ է։ Հա։ Օրիգինալը չփոփոխվի, հա, օրիգինալը առանձին էլ է արդեն։ Օրիգինալն առանձին էլ է, մենք կոպիի մեջ ենք գնացի թիվ ավելացնում։ Push ենք անում կոպիի մեջ, էլի։ Հա։ Դες հիմա օրիգինալը մնաց 1-2-3, կոպին արդեն 4-ը ավելացա վերջից։ Հա։ Ֆիքսեցիր, չէ՞, դες ինչ կարևոր խորը մաս է, թվում է թե ստից բան է, բայց էսի շատ կարևոր է, էլի, որ դու հասկանաս, որ եթե ուզում ես զանգվածը կոպի անես, չես կարա, պրոստը գրես հավասար է ինչի։ Հա։ Եթե դու գրես պրոստը ինքը թվերի դեպքում կարաս, օրինակ երկու հատ փոփոխական ունես, կարաս գրես մի փոփոխական հավասար մի փոփոխականի։ Բայց զանգվածի դեպքում ինքը հետո ման դրա տան հասցեն է պահում։ Էսի ասես ֆիքսի արճան հիշի միշտ հաստում են էս, էլի, միշտ պետք է էսի։ Սմատելի ֆիքսի հիշի ոնց կարաս կոպի անես։ Շատ է, դեսքթոփի շարանում շարունակենք։ Ախպերս։ Հիմա հաջորդը
ուզում եմ գտնեմ այս թվերի միջից մաքսիմումը։ Այս ամեն ինչ էր զանգված։ ապրես զանգված։ Նայ JavaScript-ի մեջ գոյություն ունի պատրաստի ֆունկցիա, որը կոչվում է max։ mat.max։ Այս mat-ը մաթեմատիկական գործողությունների գրադարանն է, պատրաստի sense բան է։ Գրում ես mat.max ու փոխանցում ես թվերը։ Sense rest-ով 3 հատ կետով։ Ինքը վերադարձնում է թվերի միջից ամենամեծը։ 9։ Եթե դու չիմանայիր էսի, ոնց պիտի անեիր։ Որոշի չիմանայինք։ Արի ես ասեմ։ Մենք նայ, պիտի մացես բարդ լոգիկա գրենք։ Դեմից հիմա պիտի իմանամ որն է, չէ՞, sense մեջից ամենամեծը։ Հա։ Sense իրականում էսի հարցազրույցներն էլի հարցնում են, դրա համար եմ ասում, էլի։ Քեզ պետք չի դու միշտ պատրաստի ֆունկցիա կօգտագործես ռեալ պրակտիկայում, բայց հարցազրույցներին հարցնում են, էլի, որ ունենք զանգված, առանց max օգտագործելով գտի մաքսիմումը։ Ոնց պիտի անես։ Դեմից ախպերը sense ենք անում։ Ենթադրում ենք մեր ամենամեծը առաջին թիվն է, ենթադրում ենք, գրում ենք let ամենամեծը հավասար է 5-ին։ Այսի զուտ իր լոգիկան եմ էլի բացատրում, ալգորիթմը տակից ոնց է աշխատում։ Հա։ Հիմա մի հատ ցիկլ պետք է պատտվենք։ In հավասար է 0-ի։ Հետո ինչ պիտի գրեմ։ In փոքր է կամ հավասար։ Ինչից։ In փոքր կամ number-ից։ Numbers-ը, նայ, պիտի իմանանք թե numbers-ում քանի հատ ջան կա։ Հա։ Սա նայ պատրաստի ֆունկցիա կա, կոչվում է numbers get length-ից։ Ինքը վերադարձնում է թե number-ում քանի հատ անդամ կա։ Մեր մոտ 1 2 3 4 5։ Սա դեռ գրելու է 5։ Կարող ենք ձեռքով 5 գրենք, բայց էս ավելի ունիվերսալ լուծում է, էլի, որովհետև կարող է հետագան փոխվի։ Հա։ Երրորդ պարամետրը i++։ Ապրես։ Բանը ինչ պիտի անենք։ Պիտի հերթով բոլորով անցնենք, նայենք դեմից մտածենք ամենամեծը 5-ն է, չէ՞։ Հա։ Հիմա պիտի նայենք, եթե դեմից 9 հավասար է ինչի։ Դեմից առաջին պիտի 0-ից է, չէ՞։ Էսի 0-րդն է, էսի 1-ն է, էսի 2-ն է, էսի 3-ն է, 4-ն է, չէ՞։ Հիմա դեմից մենք ամենամեծը մտածել ենք 5-ն է։ Հա։ Հիմա պիտի նայենք, եթե դերես այստեղ։ Եթե մեր numbers-ի, նայ, մեր numbers-ի 0-րդ անդամը ո՞րն է։ 5-ը։ Ապրես թե հիշում ես, չէ՞, 0-ից է սկսում։ Հա, հա։ Այսի ծրագրավորը տարօրինակ մարդիկ են, էլի, ասում 0-ից է սկսում հաշվարկը։ Ասում ենք եթե մեր numbers-ի առաջին քայլում in 0 էր, չէ՞։ Հա։ In մեծը numbers-ի i+1-ից numbers-ի +1-ը ո՞րն է։ 2-ից։ Ապրես։ Եթե մեծը 2-ից, այսինքն եթե ուրեմն այդ դեպքում մեր ամենամեծ թիվը հավասարանում է numbers-ին։ Այսինքն դու սա գալի դեմից մենք 5-ը ամենամեծն է։ Հետո ստուգում է 5-ը 2-ից մեծ է։ Չէ։ Հա մեծ է, նշանակում է 5-ն ամենա, հետո ստուգում է այս 2-ի մեծը 5-ը մեծ է 9-ից։ Չէ, ուրեմն 9-ն ամենամեծը լինում։ Համեմատելով էթում է, էլի, էսի տակից sense բան է անում։ Սուց ավելի սիրուն ալգորիթմ արդեն, ես գրելով էթում է, դեռ վերջում ինչ ստացան, այս նույն բանը անում է, էլի տակից։ Ամեն հաջորդը մատում են մեկի հետ։ Ամեն նախորդը հաջորդի հետ։ Շատ լավ է, էսի թողեմ, բայց էսի sense հիմնական չի կիրառվում, զուտ հարցազրույցի որ ալգորիթմը հարցնեն, կարաս տես բացատրես, էլի։ Դեմից ամենամեծը ենթադրում ես առաջինն է ու համեմատում ես իր հաջորդի հետ։ Հոյակապ, անցանք առաջ ախպերս, էսի function-ի գրելաձևերներ, row function-ը իմացանք ինչ է, return-ը արդեն գիտենք ինչ է, այսի ախպերս քիչ կիրառվող բան է, մենք էսի ամիքշ ավելի խորը, որ սս վերջում չակերտ կա, կանցնենք ավելի խորը մեթոդներում, որ react անցնենք, էսի համարը չի կիրառվում, բայց որ իմանաս սս բան կա, էլի, որ ֆունկցիան գրում ես, վերջում սս չակերտ է դնում։
Էսի գիտես ինչ է կատարում, էսի միանգամից կանչվում է, էլի։ Էսի ֆունկցիայի կանչն այ։ Մինչև էս մենք ինչ ենք կարա ֆունկցիան որ կանչենք, պիտի ֆունկցիայի անունը գրենք բանենք, չէ՞, էսի վարկենական կանչում է, էլի։ Հիմա էս աշխատասը միանգամից կասոլոգ էսի է տպելու։ Ծո միանգամից ասում եմ կանչի իրան։ Հա։ Ինքը դες կիրառվող չի, զուտ են որ երբևիցե կարող է տեն ասել իրան որ կա։ Դա համար դե շատ չեմ խորանում իր մեջ։ Շատ լավ։ Ստե արդեն ախպերս ֆունկցիայի օրինակներ են։ Օրինակ պատկերացրա ստանում ենք ֆունկցիա, վերադարձնում վարկես ինչ անում function, ֆունկցիայի տեղերը փոխում դա, նայ։ Հիմա նայ ոնց է իրան կանչը։ Երկու հատ ոնց որ թիվ է տվել, առաջին թիվը իր մեջ փակել է, բազմապատկել է, բայց եսի մի արի չնայենք։ Ինքը էլի չի կիրառվում, շատ վատ case է, էլի էսի sense ֆունկցիայի մեջ վերադարձնում է function, էլի։ Համարյա չի կիրառվում, մենք այսի կանցնենք, բայց ավելի խորը դասերի ժամանակ, էլի։ Հիմա որ ասեմ խառնելու ես։ Ինքը շատ քիչ է կիրառվում։ Ֆունկցիան վերադարձնում է ֆունկցիա։ Սովորական front-end-ում համարյա չի կիրառվում, բայց ինքը հազվագյուտ case է, էլի, երբևիցե պետք գալիս է, արի իրան ասենք React-ի մեջ, որ React-ը խորանանք, մի անգամ, երկու անգամ կարող պետք է այդ ժամանակ կնայենք։ Ստե հիմնականում է դա արժան, այս դասեսա կուղարկեմ քեզի, երկուսն էլ ընդհանուր սահ կանցնես, այտենց ուրիշ բան չկա, նույն այնա ինչ որ մենք անցել ենք, օրինակ double-ը ինչ է, ստանում է x, վերադարձնում է x անգամ 2, էլի, այս մի գրելաձևը է սովորական, հիշում ես, row function։ Ստե այդպես բան չկա հիմնականում, այդ է նկարագրում, այս դասից հետո արժան, ինից հետո մի հատ ընդհանուր նորից ամփոփում կանենք, արագ մի 15-20 րոպե հաջորդ դասից առաջ, ու նոր 10-ին կանցնենք, բայց հիմա 10-ից մի քիչ անցնենք առաջ, էլի, մի 15-20 րոպե ունենք։ Հոյակապ, հիմա մենք թեթև խոսացինք, ինչի համար է նախատեսված զանգվածները, array-ը։ Որ կարողանանք մի քանի ոնց օրինակ այս դեպքում մի քանի միտք պահենք ինչ որ array-ը, որպեսզի կարողանանք մի քանի հատ փոփոխականներ միտեղ պահենք։ Հա։ Մենք կարող ենք առանցին apple փոփոխական սարքենք, չէ, banana սարքենք։ Բայց այսինքն ընդհանուր դուսագալի որ ցոր միտեղ մենք սարի հետ ցած հավեսով պահում ենք։ Հա։ Հոյակապ, ոնց կարանք տպենք ֆունկցիայի օրանժը, ոնց պիտի գրենք որ օրանժը էկրանին տպի։ Մենակ օրանժը։ Հա։ Console log գրենք, fruits փոփոխականի անունը ու Յան որերորդն է ինքը տենց հաշվեն գրենք, հա, երևի։ Ինչ պիտի գրես։ Փոփոխականի անունը ո՞րն է։ Պիտի պրոստը գրենք console log, ասա մեր array անունը fruits, ինքը որերորդն է։ Երրորդը։ Երրորդն է ինքը։ Մի րոպե, երկրորդը, հա։ Ապրես, 0-ից է սկսում։ Ոնց կարանք իմանանք, թե քանի հատ տար կա այս ящիկի մեջ։ То есть քանի հատ ինչ որ ունենք, քանի հատ է։ Հա, ինքը length-ով է արդեն որ տակը գրած է։ Հա, հա։ Length-ը վերադարձնում է թե քանի հատ անդամ կա։ Այսպես ինչի համար պետք է գա length-ը իմանալ։ Քանի հատ ապրանք կա։ Ամեն ինչին է պետք, որտե մեզի կարա պետք է քո լոգիկայով, որ length-ը իմանանք։ Մտածի, որտե կարա մեզի պետք է։ Ну, ասենք ինչ որ ինտերնետ մագազինում, հա, այդ քանի հատ ենք վերցե։ Հա, դա տարբերակ է, պատկասենք քանի հատ կան, դե 3 հատ ցույց կտանք, ապրես։ Դա front-end-ի մակարդակով ցույց տանք։ Իսկ вообще օրինակ պատկասա մենք ցիկլը պետք է պատտվենք բոլորի վրով, չէ՞։ Մենք պետք է գրենք in հավասար է 0, in փոքր է սրա length-ից, չէ՞, որ սաղ վրով պատտվի։ Հա։ Դա length-ը պետք, length-ը вообще շատ տեղ է պետք։ Հաջորդը ախպերս նայ։ Կարանք ունենանք թվերի զանգված, չէ՞։ Կարանք ունենանք խառը զանգված, որտեղ համ text կա, համ true կա։ Ինչ ուզենք կարանք պահենք, կարանք զանգվածի մեջ ուրիշ զանգված պահենք։ Մինի զանգվածներ։ Բայց ոչ մեկ չարքելում, էլի։ Ոնց որ ящիկիդ մեջ կարաս մի հատ ուրիշ ящик դնես, պատկերացրիր, չէ՞։ Բայց մեծ կարոպկա, կարաս փոքր ուրիշ կարոպկեք դնես։ Էսի դատարկ ящикն է։ Ես մաքսիմալ ախպերս, ես մեր բառերով եմ ուզում ասեմ, որ քեզի մաքսիմալ մոտ լինի, էլի։ Անդադ array բան չեմ ասում, այդ գրքի բառերով։ Հա։ Ասում եմ գրքի բառերն են, բայց մաքսիմալ են պրակտիկ օրինակներն եմ միաժամանակ ասեմ, որ ֆիքս ես։ Հիմա ստեղ ախպերս։ Array 10-ը որն է, խի undefined տպե։ 10-ը։ Հա։ Էսի վերևինն ենք, չէ՞, մենք նայում։ Այս number-ը որտեղ է։ Առաջինն է։
Array 10 է գրեղ, հա, ինքը մեզի undefined։ Ահա, որտեվ չունենք 10-րդ փոփոխակ։ Հոյակապ ախպերս, նայ։ Հիմա մեր number 0-ին չի հավասար։ 1-ի։ Ապրես, հիմա նայ, մենք կարանք գանք, ասենք number 0-ն հավասար է 10-ի։ Սա հենց եկում ես մենք տպենք number-ը, մեր առաջինը 10 է դառնալու, ոչ թե 1։ Հա։ Պատկասի չէ, մենք կարանք ինդեքսը տանք այսպես ու փոխենք իր արժեքը։ Էլի շատ կիրառվող պրակտիկ օրինակ է։ Numbers can't length-ը իմացանք, numbers can't length davnay։ Հիմա մեր numbers-ը քանի անդամ ուներ։ 5 հատ։ Հիմա նայ, մենք տվել ենք numbers can't length, նորմալ տպել է 5, չէ։ Հիմա ուզում եմ ախպերս իմ ящիկը փոքրացնեմ, որ փոքրացնեմ վերջին երկու հատը կորելու է, չէ։ Հա, վերջից է սկսում, հա, ուրեմն։ Հիմա նայ, ասում եմ ես իմ length-ը հավասար է 3-ի։ Այս օրինակում է, արդեն 10 է, չէ, սարքե։ Հա։ Ման որ ասում եմ հավասար 3-ի, ինքը տեղ չունի, երկու հատը կորցնում է, ըստ այդ զանգված է սարքում, հա, 3 հատ։ Length-ը դուք ծախլեց էլի, սա ինչքան տեղավորվավ, տեղավորվա։ Ասում եմ 3 հատ արդեն ծախլում է։ Ինչը տեղ չարեց, հանես դուս։ Պատկերացրիր, չէ։ Հա։ Շատ լավ։ Հաջորդ ամենակարևոր օրինակներից մեկը դա push-ն է։ Ինչ անում push-ը։ Մեր զանգվածի մեջ ավելացնում է ինչ ուզենք։ Հոյակապ ախպերս։ Հիմա փորձում ես գուշակես ինչ անում pop-ը։ Ահա, այսա մի հատ նայենք, որտեղ ենք օգտագործե։ Const list։ Էսի էլի մեր վերևինն է վերաբերվում։ Հա, նայ ախպերս, այս fruits-ը մրգերն են, չէ։ Հա։ Հիմա ուզում եմ վերջին միտքը ջնջեմ։ Մենք ունենք apple, banana, նա դել orange ավելացրեցինք, չէ։ Մարդեն ասես բան ունենք։ Հա։ Հիմա փոշմանեմ ուզում եմ orange-ը մեջից հանեմ։ Pop-ը հանում է վերջին անդամը։ Մենակ վերջին է։ Pop-ը ամենավերջին մի հատը ջնջում ախպերս։ Հա։ Ոնց է բանը push-ը ավելացնում մի հատ վերջից։ Pop-ը այդ վերջին մի հատը ջնջում է։ Պրոստը նայ, push-ի մեջ պետք է տաս դու կոնկրետ անունը ինչ ավելացնի, pop-ի մեջ բան չես տալի։ Հա։ Հոյակապ ախպերս։ Հիմա հաջորդը նայ, ինչ էր անում push-ը։ Ավելացնում էր։ Որտեղից։ Վերջից ավելացնում է։ Իսկ եթե ուզում ես դեմից ավելացնես, պիտի օգտագործես unshift-ը։ Իսկ եթե unshift mango տաս, դեմից apple-ից առաջ mango է գրվելու։ Հա։ Պատկասիր, չէ։ Հոյակապ։ Իսկ ոնց անես, որ դեմիտ ավելացած առաջին անդամը հեռացնես։ Հա, pop-ը վերջին է, shift-ը դեմից է։ Shift-ը վերջը դեմից ես անում։ Էսի ախպերս, ես ասեցի մի հատ արագ ասեմ, էսի կարևոր է, էլի որ տանը բան ունես նայելու, էլի փորձ ես անդադ։ Փորձես ձեռքդ բացել։ Արի բաց մի քիչ նայենք։ Ունենք զանգված, array։ Ինքը ինչի՞ զանգված, թվերի զանգվածը, չէ։ Հա։ Հիմա ախպերս, ուզում եմ ես երկրորդ ինդեքսից, մեր երկրորդ ինդեքսը ո՞րն է։ Երկրորդը։ Հա։ 3-ը։ Էսի 0-ն է, էսի 1-ն է, էսի երկրորդն է, չէ։ Հա։ Հիմա ասում եմ, երկրորդից մեր երկրորդը ո՞րն էր։ Երկրորդը երրորդն է։ Ասում ես երրորդից սկսած, այսինքն մի հատ անդամ հեռացա։ Դες այս դեպքում մենք վերջից ենք ավելի հեռացնում, դեմից ենք հեռացնում, բայց ոնց է որ մեջտեղից ենք ուզում հեռացնենք, չէ։ Մենք ինդեքսը տալիս ենք ու ասում ենք քանի հատ անդամ պետք է հեռացնի։ Այ, առաջին թիվը երկրորդ մեր թվից ու քանի հատ։ Այս առաջին թիվը ինդեքսն է։ Հա։ Մի մեր երկրորդ ինդեքսի թիվը ո՞րն է։ Երրորդը։ 3-ը։ Սա պատասխան տպելու է 1, 2, 4, 5, որտեղ ասում եմ ես երկրորդ ինդեքսի թիվը հեռացրա։ Եթե ստե գրեմ 2 ախպերս, ինքը ի՞նչն է հեռացնելու։ Երկրորդ ինդեքսի թվից 3-ից 2 հատ անդամ հեռացրա, 3-ն ու 4-ը։ Հա։ Կմնա 1, 2, 5։ Պատկասիր, չէ։ Հա, հա։ Նայ, էսի սրա անունը splice-ը, splice։ Հա։
Հիմա ախպերս կարա ինքը սես բան ստանալ, հիմա ասում եմ splice արա 1 0 10 20 Էսի ինչ արում ախպերս Ինքը ասում եմ առաջին ինդեքսից այս առաջինը միշտ առաջինը դեմին տեղն է, չէ, ստարտի տեղը։ Հա։ Așa մեր թվերը հիմա ո՞նց դարձավ 1 2 4 5, չէ։ Հա։ Հիմա ասում եմ առաջին տեղից ոչ մի բան մի արա 0-ա թոնին ձև մնա։ Հետո 10-20 հավելացրա։ Էսի բայց չի կիրառվում սենց ախպեր։ Ժամանակի շուտ ասեմ, որ դու իմանաս, էսենց չի կիրառվում, այս հենց է ինքը կիրառվում հիմնականում, էլ ինքը կոնկրետ տեղից remove անելու համար է։ Իսկ էսի ոնց որ remove ադիր այդ խառնը, դա սենց չեն օգտագործում, որ պիտանի չի, էլի սենց։ Ահա։ Այս նույն splice-ը կարող օգտագործեն ինչ-որ բան replace անելու համար։ Նայ, պատկասա սենց ունես դու 1 10 20 2 4 5 Հիմա դու ուզում ես ախպերես այս 1-ը ու 10-ը փոխես դնես 100 տեղը դնես։ Հա։ Ասում ես 0-ից գնա մինչև 2 2-ը բայց չվերթես 0-ից մինչև 2 հեսա 0 1 2-ը չես վերցնում 0-ն ու 1-ը։ Հա։ 0-ն 1-ը 1-ն ու 10-ը։ Վերցրա, եթե 3 հատ արժեքով է տված։ Ու իրանց փոխարինի ես մի հատով։ Հա։ Նույնը ստեղ ասում է առաջին տեղից ինչ կա 0-րդ անդամը վեկալ ու replace արա DS2-ը։ Հա, բայց մենք որ 10 ունենանք, ինքը միջև 10-ներ վերցնելու։ Այս սա է, տես, այս երրորդ արժեք ախպերս։ Ինքը վերցնելու համար չի։ Վերցնել ես առաջին երկու արժեքով է վերցնում։ Երրորդ արժեքը ինչ կա, ինքը փոփոխության համար է։ Երրորդ չորրորդը փոփոխության։ Հա։ Բայց հիմնականում ախպեր էսի է օգտագործում, որ մենք ասեմ երկրորդ տեղից երկու հատ ջնջի։ Հա։ Իսկ ասում եմ 0-րդ տեղից երկու հատ ջնջի։ Ու տեղը 100 դիր։ Հա։ Իսկ երրորդը տեղը դնելն է, էլի երրորդ արժեքը, երրորդը, չորրորդը, ինչ որ 10։ Էս էլ է պիտանի օրա կարճան, էլ թողեմ կնայես, արի էս էլ նայենք ախպերս։ Էսի slice-ն է, էսի նայ splice-ն է, էսի slice-ն է։ Էսի slice ասում գրվում, էլի slice։ Էս կապուտով։ Արի էս էլ նայենք, իրանք երկուսն պիտի ասենք հիշելու բան, էլի մի քանի անգամ ես ձեռքդ կբացվի, էլի ինձ չի։ Նայ, մենք ունենք թվերի զանգված, չէ՞։ Հա։ Հիմա ախպերս, նա ինչ եմ ասում եմ գնայինք թվերի զանգվածի մեջ slice 1 ու 3։ Ինչ է քո կարծիքով անում։ 1 թվից հետո 3 հատ ջնջենք։ 1 թվից հետո մինչև 7-ը ջնջենք, ապրես։ Չէ, կներես, մի հատ էլ նայենք, ասում եմ 1 ու 3, ասում եմ ես գնա 1 վարկյան նոյսնենք 1 2 3 4 5 ունեմ, չէ։ Այսին այդ ի տարբերություն slice-ի, այս splice-ի, այս slice-ը առաջին տեղը տալիս է սկսելու տեղը, հետո վերջանալու տեղը։ Ինքը չի ջնջում, ախպերս, ինքը այդ տեղի անդամները վերցնում է։ Հա։ Նայ, մեր առաջին ով էր։ Առաջինը երկուսն էր։ Ապես, առաջին երկուսն է։ Ասում եմ առաջինից մինչև երրորդ, նայ 0 1 2 0 1 2 3 մինչև երրորդ, մինչև երրորդ։ Երկուսն 3-ն է, չէ՞։ Հա։ Այսինքն ինչ հասկացանք, որ slice-ով մենք ասում ենք կոնկրետ որտեղից որտեղ վերցրա։ Հա։ Ու նայ, slice-ը պարտադիր պիտի ինչ-որ փոփոխականի մեջ գրենք։ Ի տարբերություն splice-ի։ Splice-ը մեր օրիգինալ array փոփոխում է, էլի։ Ոնց որ օրիգինալ array-ի մեջից է հանում։ Իսկ մեր իմացած երկրորդ ախպեր slice-ը ինքը թազա բան է սարքում, ասում եմ միտեղ դիր է դի։ Ինքը օրիգինալին չի կպտում։ Հա։ Էսի ասած թողում եմ, մինչև արից տեսած enter-ը սխմում եմ, այս 10 ուղարկեմ, մինչև ախպերս ըստենայի, սայնցենկոմ մի նայ, որ իայդ նայենք, էլի։ Մինչև ըստենայի, մակետը հավաքի, էսի անգիր անելու բանն է, էլի աշճա, մի քանի անգամ արում ոտդ բացվի, տպավորվի։ Հաջորդասին խառը նայելու ենք։ Ինքը բարձ չի, չէ՞, բայց ընդհանուր։ Ընդհանուր չէ։ Կտրել, հանել, վերցնել այդ, էլի, ինչ-որ հիմնական բանն է։ Արի հենց հիմա ուղարկեմ, որ չմոռանամ։ Չմոռանալով խայտարակել լինեմ։ Գնացինք, հենց հիմա ուղարկեմ։ Էսի Միքայել հետ էթամ, մտնեմ 4-րդը,
10-րդ դասը քեզ ուղարկեմ այս sense ախպերես։ Որ հանգարց չմոռանամ, էլի։ Սի կարևոր դաս է։ Այդ ախպերես, էսի որտեղ միջև enter-եմ տվետ է կարդա սովորի, նախորդ for-ը ծերնայի ու այն մակետը հավաքի։ Հուսանք այս տարվա մեջ էլի դաս կունենանք, էլի, ես կաշխատեմ ամեն ինչ անեմ, մի դասեր ունենանք, որ ամփոփենք, էլի, այս տարին լրիվ։ Եթե չէ, արդեն կխոսանք, բայց երևի 6-ից 7-ից կսկսենք։ Ահա, բայց շաբաթ-կիրակի դաս չունենք, չէ՞, ես հաստատ, որ ես իմանամ։ Երևի չհասնենք ախպերը շաբաթ-կիրակի, նոր տարվա առևտուր, բաներ սա այս տարի վրես է, էլի։ Հա։ Արել եք առևտուրը այս տարի։ Հա, այդ ամենք էլ էս արդեն սկսել ենք, համերապրծնում ենք։ Հասկաց ախպերը, չէ՞ մենք այս տարին վրա ես սա պիտի թամանեմ, արդեն վաղն էլի գալի, հազիվ շաբաթ-կիրակիա դժվար հասցնեմ, էլի, բայց այդ համ դրանք սաղանեմ, գցեմ գծի ախպերես։ Հրազդանում եք անում դուք։ Հա, մենք գնում ենք անում, ես Երևան եմ, էլի։ Հիմա ապրում հիմա, բայց դե գյուղ եմ էթում, էլի, տոներին։ Շաբաթ անեմ, էտա պատրաստվում ես արդեն մսաղեն խոզբան մորթելու ժամանակն է, մորթե։ Հա, կարում ես դու մորթես։ Հա, գեղացի տղա եմ, սաղին վրա։ Հա, դե բա ինչ։ Այդպես հավես մորթել, քերթել, սարքել, դրանք էս ճամարել ես նոր տարվա վեշտի խառնեմ ելնու։ Ադին Բայց չանես բանը, նոր տարի եթե դաս չանենք, ես էլի դասեր կուղարկեմ ախպերես։ Մի քանի դասեր կուղարկեմ, առաջ աստես։ Հա, օքեյ, ախպեր, խնդիր չկա։ Всё, ցավը տանեմ, այսօր համար այսքանը, արի ձանագությունը ստոպ տամ։